Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննարկվող հարցին Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ըստ էության նախագծով լիազորություն է տրվում ֆինանսների նախարարին ստորագրելու նշված համաձայնագիրը, որը Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանն է ուղղված, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն բյուջետային աջակցության ծրագիրը իրականացնելու նպատակով։ Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 միլիոն եվրո վարկային միջոցներ բազմամյա ծրագրի, որը իրականացվում է 19 թվականից, երրորդ փուլն է, եւ այն ունի երկու հիմնական նպատակ. ամրապնդել տնտեսական եւ ֆինանսական կառավարումը, մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ բարելավել ցածր ածխածնային եւ դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը եւ ֆինանսավորումը։ Ծրագիրն ունի միջամտության 3 հիմնական թեմատիկ բաղադրիչ՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման ենթակառուցվածքի ապահովման համար, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում։ Այս բաղադրիչները ներառում են հանրային քաղաքականության մատրիցայում սահմանված համապատասխան նպատակներ, որոնք սահմանվել են 3 փուլից ենթածրագրերից բաղկացած ծրագրային մոտեցումների հիման վրա։ Առաջին եւ երկրորդ փուլերը իրագործվել են համապատասխանաբար 22 թվականի սեպտեմբերին եւ 24 թվականի սեպտեմբերին, երրորդ փուլը, որը ապահովում է սույն բյուջետային աջակցության վարկի միջոցներով, նախատեսվում է իրականացնել այս տարի։ Եվ եթե թույլ կտաք, պարոն Խաչատրյան, մի քանի բարեփոխումներ նշեմ, որոնք իրականացվում են այս ծրագրի ներքո, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, երբ որ մենք խոսում ենք մատրիցայի եւ նրա բաղադրիչների մասին։ Ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի եւ կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ եւ ինստիտուցիոնալ գործառույթ, գերածախսերի դեպքերը եւ դրանց պատճառները եւ ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար։ Կառավարությունը կհաստատի կանաչ եւ կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք Հայաստանի կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ եւ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում վենչուրային եւ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին ոչ հանրայինից անցնելու հանրայինի շուկան զարգացնելու համար։ Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական եւ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները եւ կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի։ Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու եւ պարտատերերի իրավունքները պաշտպանությունն ուժեղացնելու համար Արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ։ Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի եւ այլ տվյալների համակարգերի միջև տվյալների փոխանակման կառավարման բարելավման համար։ Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո կառավարությունը ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը։ Մի շարք փոփոխություններով կբարելավի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը։ Ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ եւ հետեւաբար բարեփոխումների շրջանակը եւս նույնական է Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ես գործընկերների համար ուզում եմ պարզաբանել հարցի մեկ այլ կողմը, որը նույնպես կարևոր է։ Դուք նախորդ հարցի վերաբերյալ ձեր զեկուցմամբ նշեցիք, որ 2020
6 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսում ենք 537 միլիարդ դրամ դեֆիցիտի ֆինանսավորում, որը համախառն ներքին արդյունքի 4.5%-ի չափ է։ Բնականաբար յուրաքանչյուր տարվա ընթացքում մենք ունենք ծախսերի այդպիսի մաս, որոնք իրականացվում են ներգրավող միջոցներով եւ կոնկրետ այս դեպքում այս վարկային համաձայնագիրը, որի մասին դուք խոսում եք, նպատակ ունի ապահովելու 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված այն ծախսերի ֆինանսավորումը, որ արդեն օրենքով հաստատված են եւ նույն մակրոտնտեսական կայունության եւ կանխատեսելիության շրջանակն ապահովելու նպատակով կառավարությունը վարում է նաեւ աշխատանք միջազգային ֆինանսական գործընկեր կառույցների հետ, հիմքում ունենալով այն բարեփոխումները, որոնք կան կառավարության օրակարգում։ Եվ այն բոլորը, որ դուք նշեցիք, դրանք մեր ամենօրյա աշխատանքն են, մեր աշխատանքային պլանի մի մասն են, որոնք իրենց նպատակներով եւ իրենց բարեփոխումների բովանդակությամբ նաեւ քննարկման առարկա են մեր միջազգային գործընկերների հետ եւ որոնց իրականացման ընթացքը նախ հաստատում է, որ մենք ունենք ճիշտ ընթացքով շարունակվող բարեփոխումներ եւ հաջորդը հաստատում են, որ դա թույլ է տալիս, որ կառավարությունը անվտանգ, հուսալի, կայուն ձևով ներգրավի այնպիսի փոխառու միջոցներ, որոնք օգտագործվում են կառավարության ծրագրերը ֆինանսավորելու համար առանց միջնաժամկետ ֆիսկալ կամ ֆինանսական ռիսկեր առաջացնելու։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ այս համագործակցությունը վկայությունն է այն բանի, որ այնիշ մենք նախատեսում ենք պետական բյուջեի մասին օրենքով եւ դրա շրջանակում, դա գտնվում է մեր ֆինանսական կայունության եւ կանխատեսելիության շրջանակում։ Հարցեր նախագծի վերաբերյալ, խնդրեմ Տիկին Գալյան։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ուղղակի կցանկանայի առիթն օգտագործել ու խոսել նոր լուծումների մասին իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի հետ կապված, արդեն ամիսներ է, որ անհատ ձեռնարկատերերը կարողանում են գրանցումը իրականացնել on-line տարբերակով, ընդ որում on-line տարբերակով այս պահի դրությամբ նրանք ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ի տարբերություն այն դեպքի, երբ այցելում են ռեգիստր փաստացի գրանցումը իրականացնելու, առաջիկա 2 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպարիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը եւս լինի on-line հարթակի միջոցով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին է խոսքը, համատիրությունների մասին է խոսքը եւ նաեւ այլ կազմակերպարիրավական տեսք ունեցող անձանց մասին է խոսքը եւ քննարկումները շարունակվում են նաեւ բաժնետիրական ընկերությունների գրանցումները նույն եղանակով իրականացնելու հետ կապված մեր կենտրոնական բանկի գործընկերների հետ, կարծում եմ առաջիկայում փոխգործելիության համապատասխան լուծումներ կունենանք, որպեսզի մեր հարթակը կարողանա սպասարկի բոլոր իրավաբանական անձանց on-line գրանցումները։ Այսքանը խոսքը 2 ամսվա մասին է մաքսիմում, 2 ամիս հետո բոլոր հնարավորությունները կլինեն, որպեսզի գրանցումները լինեն on-line հարթակի միջոցով։ Շնորհակալություն Տիկին Գալյան, այլ դիտարկումներ, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, թեմայի հետ կապված նշեմ, որ այս տարի արդեն էկոնոմիկայի նախարարություն ներկայացրեց եւ հաստատվել է կանաչ տաքսոնոմիան, իսկ ռազմավարությունը, կանաչ եւ կայուն տնտեսության ռազմավարությունը հուսով ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կքննարկենք եւ կընդունենք, որովհետեւ դա եւս մեր կարծիքով պատրաստի քննարկման արժանի փաստաթուղթ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Պապոյան, պարոն Հովհաննիսյան։ Ես ուզում եի նշեի, պարոն Պապոյանը ասեց, որ այն միջոցառումները, որոնք ներկայացված են մատրիցայում, արդեն հիմնականում կատարված են եւ մնացել են 1-2 գործողություն, որը պետք է իրականացնենք ավարտին հասցնելու համար եւ ինչպես դուք նշեցիք, պարոն Խաչատրյան, այս միջոցները նախատեսվում են 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի այն չի ենթադրում համաֆինանսավորում պետական բյուջեից եւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, որովհետեւ այդ հավելյալ պարտավորություններ, որովհետեւ այդ պարտավորությունների արդեն ստանձնել ենք 2025 թվականի բյուջեի մասին օրենքը
սահմանելով, որտեղ թե նշված է դեֆիցիտի չափը եւ թե նշված է այդ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները, որոնցից մեկը նաեւ սա է։ Շնորհակալություն։ Պարոն Պապյան, նաև ձեր հարցին է պատասխանում պարոն Հովհաննիսյանը, թե նախորդ դեպքերում, երբ որ մենք քննարկում էինք, ինչու ձեր վարկային համաձայնագիրը, որ ավելի երկար ժամանակահատված էր վերաբերում, պետք է վավերացման նպատակով ազգային ժողով գնա, եւ սա ոչ, ենթադրում եմ։ Այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, եթե չկան, պետք է քվեարկենք նախագիծը, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է, հարգելի գործընկերներ, օրակարգի բոլոր հարցերը սպառված են, նիստը ավարտված է, շնորհակալություն։